Արաքսը հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Այն սկիզբ է առնում բյուրակնյա լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-ից 3.5 աստիճան ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որը հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով կուրին թափվում Կասպից ծովը։ Արաքսը հոսում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։ Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Գետի լայնությունը մերձարաքսյա հարթությունում հասնում է 30-ից 130 մետրի, մեղրուն մերձ կիրճերում 6-ից 7 մետրի, խորությունը 3-ից 4.5 մետր է։ Արաքս գետի անվան հետ կապված կան բազմաթիվ ավանդույթներ, բայց դրանց մասին կխոսեմ իմ հաջորդ տեսանյութում։ Արաքսը տարվա գրեթե բոլոր ամիսներին պղտոր է լինում։ Արագահոս գետ է, վայրկյանում 1.5 մետր։ Հայոց մայր գետը իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը։ Մասնագետների հաշվարկումներով Արաքսն ամեն տարի ծով է տանում ավելի քան 1 միլիոն վագոն տիղմ։ Օտարները հրաշալիք են համարում Արաքսի նշանավոր քարավազը, սահանքը մեղրուն մերձ կիրճում։ Արաքսի վրա շատ կամուրջներ են եղել, դրանցից ամենանշանավորները 5-ն էին, որոնք եղել են Բասենում, Երվանդակերտում, Արտաշատում, Նախիջևանում և Ջուղայում։ Արտաշատի կամուրջը կոչվել է Տափերական։ Այս կամրջից է սկսվել Արտաշատ-Տիգրանակերտ արքայական պողոտան։ Նշանավոր է եղել նաև Ջուղայի կամուրջը, որի շինությունն ավանդությունը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ 1605 թվականին Շահ Աբբաս I-ի հրամանով այս կամուրջն ավերվեց, որպեսզի հայերը մոռանան տունդարձի ճամփան և թուրքերը չկարողանան այդ կամուրջով ներխուժել Պարսկաստան։ Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը՝ Բասենգավառի Հոբբի կամուրջը։ Կամուրջների անհետացումը պայմանավորված է Արաքսի հունի հաճախակի փոփոխություններով, Մովսես Խորենացու վկայությամբ։ Գետը ժամանակին հոսել է հայկական հինավուրց մայրաքաղաքների Արմավիրի, Արտաշատի և Աղաշապատի մոտով, բայց հետագայում հեռացել է այդ քաղաքներից, ինչի արդյունքում կամուրջները կործանվել են։ Հռոմեացի բանաստեղծ Ալիբոս Տիբուլոսը գետն անվանել է կամուրջներ չհանդուրժող Արաքս։ Ուշ միջնադարում այստեղ կառուցվել են Խոդա Աֆարինի կամուրջները։ Տակավին 7-րդ դարից գոյություն է ունեցել ներկայիս Հոկտեմբերյանի ջրանցքը։ 1870 թվականին ռուսական կայսրությունը հատուկ պայմանագրով Արաքսի մի հատվածը Արարատյան դաշտում 65-ամյա ժամկետով հանձնեց հայազգի գեներալ-մայոր Կախանովին։ 1874 թվականին Կախանովը գործարկեց մի ջրանցք, որը ոռոգելի դարձրեց մի քանի տասնյակ հեկտար տարածություն։ Սահմանային գետ դառնալուց հետո Արաքսի ջրերը սկսեցին օգտագործել ԽՍՀՄ ու Թուրքիայի և ԽՍՀՄ ու Իրանի կառավարությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն։